Դամասկոսի Սուրբ Եղիա հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչություն է տեղի ունեցել, զոհվել է առնվազն 20 մարդ, 50-ից ավելին տուժել է։ Սիրիայի ներքին գործերի նախարարության տվյալով մահապարտ ահաբեկիչը իսլամական պետության անդամ է եղել։ Նա մտել է եկեղեցի, կրակ բացել, այնուհետև գործի դրել պայթուցիկ սարքը։ Ըստ Reuters-ի Բաշար Ասադի տապալումից հետո իսլամական պետությունը մի քանի անգամ փորձել է հարձակում իրականացնել Սիրիայի եկեղեցիների վրա։ Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել Եվրամիությանը միանալու հնարավորությունը, հայտարարել է Թբիլիսիում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։ 2023 թվականին Եվրամիությունը բացեց եվրոպական ընտանիքի դռները եւ Վրաստանը դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր։ Այսօր Վրաստանի եվրոինտեգրումը կասեցված է, ցավալի է, բայց Վրաստանում ժողովրդավարությունը վտանգված է, կարծիք է հայտնել Հերչինսկին։ Նա տեղեկացրել է, որ առաջիկայում կայանալիք ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը կարող է քննարկվել Թբիլիսիի հարցը, մասնավորապես Վրաստանում հակաեվրոպական ապատեղեկության տարածման, պատժամիջոցների կիրառման եւ վիզային ռեժիմի ազատականացման խնդիրները։ Թբիլիսի-Բրյուսել հարաբերությունները վատթարացան, երբ Վրաստանի խորհրդարանը 2024 թվականին ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Եվրամիությունը նաեւ կասկածի տակ է դնում Վրաստանում անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների թափանցիկությունը։ 2025 թվականի հունվարին Եվրամիությունը կասեցրեց վրացի դիվանագետների եւ պաշտոնյաների համար առանց վիզայի ճանապարհորդությունների ռեժիմը։ Միության տարբեր երկրներ նաև անհատական պատժամիջոցներ են կիրառել Վրաստանի կառավարության ներկայացուցիչների նկատմամբ։ Ռուսական ուժերը կրկին թիրախավորել են Ուկրաինայի տարածքը, հրթիռներով եւ անօդաչուներով համակցված հարված է հասցվել մայրաքաղաքին եւ Կիևի շրջանի այլ բնակավայրերի։ Բնակելի շենքեր, հիվանդանոցներ եւ այլ օբյեկտներ են վնասվել, կան զոհեր եւ վիրավորներ։ Հարձակման է ենթարկվել նաեւ Կրամատորսկը, այնտեղ եւս կան զոհեր ու տուժածներ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալով ռուսական կողմն արձակել է 352 ԱԹՍ, 11 բալիստիկ հրթիռ եւ 5 թևավոր հրթիռ։ Բարդ իրավիճակ է մարտի դաշտում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է, որ ուկրաինական զորքերը դեռ վերահսկում են Ռուսաստանի Կուրսկի մարզի շուրջ 90 քառակուսի կիլոմետր տարածք։ Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Վլադիմիր Պուտինին զեկուցել էր Կուրսկի մարզի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը վերականգնելու մասին։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգի Մինսկ կատարած այցի ֆոնին հայտարարվել է, որ Բելարուսում ազատ է արձակվել 14 քաղբանտարկյալ, այդ թվում 2020 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Սերգեյ Տիխանովսկին։ Նրանք մեղադրվում էին ծայրահեղական եւ ահաբեկչական գործողություններ կատարելու համար։ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նախաձեռնությունն իրականացվել է Դոնալդ Թրամփի խնդրանքով։ Քելոգի տեղակալ Ջոն Քոուլը հաստատել է այդ տեղեկությունը, նաեւ շնորհակալություն հայտնել Լիտվայի կառավարությանը գործակցության համար։ Վիլնյուսից հայտնում են, որ ազատ արձակված 14 անձանցից 5-ը բելարուսներ են, 1-ը շվեդ, 1-ը էստոնացի, 2-ը ճապոնացի, 2-ը լատվիացի եւ 3-ը լեհ։ Ավելի ուշ ՄԱԿ-ում Բելարուսի մշտական ներկայացուցիչ Վալենտին Ռիբակովը, որը մասնակցել է Լուկաշենկո-Քելոգ հանդիպմանը, տեղեկացրել է, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունները կարգավորելու եւ Բելարուսի դեմ սահմանված պատժամիջոցները վերանայելու հեռանկարը։ Դիանա Գասպարյան, լուրեր։